Դարմեն Փամբուխչյան, Երևանի փոխքաղաքապետ։ Նրա հայրը, թոշակառու հայրը, ձեռք է բերում 40 հեկտար հող ինտենսիվ այգի կառուցելու համար։ Պարկ է ձեռք բերում 1.5 միլիարդ դրամի։ Ես ուզում եմ այստեղ շատ հանգիստ մեր հայրենակիցները լսելով հասկանան։ Թոշակառու մարդը դիմում է, նրան 1.5 միլիարդ դրամի վարկ են տրամադրում։ Սիրելի հայրենակից, որ դու գնաս բանկ, ասես 1.5 միլիարդ չէ, 1.5 միլիոնի վարկ եմ ուզում, քեզ այդպես հեշտ վարկ կտան, իհարկե չեն տա, որովհետև դու Արմեն Փամբուխչյանի հայրը չես։ Ավելին, դրանից հետո կառավարությունն էլ 102.5 միլիոն դրամի գումար է տալիս այդ վարկի տոկոսները սուբսիդավորելու համար, այսինքն հերիք չի բանկը այդպես հեշտ ու հանգիստ վարկը տալիս է, մի հատ էլ կառավարությունը 102.5 միլիոն դրամ է տալիս այդ տոկոսները սուբսիդավորելու համար։ Գրեթե, այսինքն գրեթե որն է անտոկոս վարկ է ձևակերպել։ Հաջորդ նման հաջողակը Վահե Հովհաննիսյանն է, էլի 1 միլիոն դոլարի վարկ է ստացել, էլի անտոկոս։ Ես ուզում եմ հասկանալ, էլի, դες քանի բախտավոր եք, քանի հաջողակ եք ԿՓ խմբակցությունում լինի, խմբակցությունից դուրս, որ կարող եք գնալ ու անտոկոս վարկ ստանալ, ձևերն ասեք, մենք էլ իմանանք, կամ հայրենակիցներին ասեք, թող իմանան անտոկոս վարկ ստանալու ձևը որն է, գնան ու ստանան։